Տիկին Հայկազյան, խնդրեմ։ Պարոն քաղաքապետ, կխնդրեմ գործընկերը քարտեզը ներկայացնի։ Ուրեմն առաջիկա շաբաթ օրը, ապրիլի 18-ին, Երևանի քաղաքապետարանը համագործակցելով Green Green բնապահպանական կազմակերպության հետ եւ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ նախատեսել է Հրազդանի կիրճում իրականացնել շաբաթօրյակ։ Կխնդրեմ մի փոքր մեծացնեք, սա շաբաթօրյակ այն տարածքներն են, որտեղ կիրականացվեն մաքրապատումներ, ուրեմն կիրճը բաժանվել է մի քանի մասերի, որոնք հիմնականում ըստ բարդության աստիճանների են ներկայացված։ Նշեմ, որ սա ոչ միայն մաքրապատման աշխատանքներ են, այլև այս աշխատանքները իրականացվելու են աղբի տեսակավորմանը զուգահեռ։ Այս միջոցառման ընթացքում նախատեսում ենք իրականացնել ինչպես փոքրիկ ակնարկ ներածություն տեսակավորման կարևորության մասին եւ մասնակիցներին բացատրել դրա իրականացման մեթոդները, այլև հենց տեղում ունենալու ենք նաև ներկայացված աշխատանքներ տեսակավորված ուրեմն երկրորդական հումքից պատրաստված արվեստի գործերի, ինչպես նաև մասնակիցներին ներկայացնելու ենք Հրազդանի կիրճի բարեկարգման հայեցակարգերի որոշ նմուշներ, որոնց մասնակիցները հնարավորություն կունենան նաև քվեարկել եւ ընտրել իրենց կողմից նախապատվություն ստացածը։ Նշեմ, որ շաբաթօրյակին հաջորդելու է նաև ծառատունք Քանաքերձայթուն վարչական շրջանում եւ մասնակիցները կկարողանան նաև դրան մասնակցել։ Այս շաբաթվա ընթացքում կբացենք քաղաքապետարանի սոցիալական հարթակներով հնարավորություն մասնակիցներին գրանցվելու եւ շաբաթօրյակը կիրականացվի նաև քաղաքապետարանի ստորաբաժանումների մասնակցությամբ։ Նաև որպես հիշեցում, պիտի խնդրեմ գործընկերոջս, որպեսզի երկու նկար ցուցադրի, հիշեցում նրա, որ մեզ բախտ է վիճակվել գտնվել հարևանությամբ մի էկոհամակարգի, որտեղ բնակվում են նաև վայրի կենդանիներ, կան կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ եւ բուսատեսակներ եւ բոլորիս պարտականությունն է խնամքով վերաբերվել այս հրաշքին։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ Տիկին Հայկազյան, ես առաջարկում եմ նաև ներգրավել մեր դպրոցահասակ երեխաներին այս կարևոր գործում եւ Տիկին Խաչատրյան նաև մեր դպրոցների տնօրեններին խնդրում եմ տեղեկացնել, որ կարևոր նախաձեռնություն ունենք գալիք շաբաթ օրը Հրազդան կիրճում իրականացնելու ենք շաբաթօրյակ եւ մաքրման աշխատանքներ եւ շատ կարևոր է, որ երեխաները նույնպես մասնակցեն այդ գործին, հասկանան նաև իրենց պատասխանատվության չափը գիտակցեն այդ գործընթացում եւ իհարկե Տիկին Հայկազյանի հետ քննարկել լոգիստիկ հնարավորությունների պոտենցիալ մեր սահմանափակումները, բայց որքան շատ երեխա կարողանանք ներգրավել այս գործընթացում, կարծում եմ այնքան ավելի լավ։ Շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար